մետրոյում արցախցի կնոջը իր երեխայի հետ։ Այսօր Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց բուժ աշխատող Արփինե Սողոյանին, ով անհետ կորած Հրանտ պատանիել Նիկոլ Փաշինյանի հաջորդ զոհը։ Սիրելի հայրենակիցներ, հասկացեք, թե ինչ է կատարվում։ Մեզանից արդեն մեր կարծիքի իրավունքն են խլում։ Մեզանից արդեն մեր խոսքի ազատությունն են խլում։ Մեզանից խլում են կնոջ նկատմամբ հարգանքը։ Մեր երկրին պետք է նոր առաջնորդ, այնպիսի առաջնորդ, ով գիտի կնոջ նշանակությունը և դերը հայ ընտանիքների կյանքում, այնպիսի առաջնորդ, ով կարող է սթափ գիտակցել, որ ընտանիքների սյունը դա հայ կինն է, և այդ նոր և հաջորդ առաջնորդի անունն է Սամվել Կարապետյան։ Փոփոխությունները գալիս են, ուժեղ Հայաստանը գալիս է, և փոփոխությունների թիվն է համար 3-ը։ Շնորհակալություն դիտելու մաշնալ։ Փոփոխությունները ոչ թե գալիս են, փոփոխություններն արդեն եկել են։ Սիրելի հայրենակիցներ, մենք գտնվում ենք Երևանի ամրոցի, մեր պետականության հիմքերից մեկի անմիջական հոտակայքում, և ես կուզեի մի փոքրիկ պատմական ակնարկ անել Շորորդ Դարյան իրողություններից, որոնք փաստագրել է Փաստոց Բյուզանդը և Մովսես Խորենացի, և որի հիման վրա մեծանուն գրող Ռաֆին գրել է իր գլուխգործոց ստեղծագործությունը, խոսքս Ռաֆու Սամվել վեպի մասին է։ Մենք բոլորս քաջատեղյակ ենք վեպում կատարվող իրադարձությունների մասին, բայց ես կուզեի հիշեցնել վեպի գաղափարախոսական բովանդակության մասին։ Սամվելը հայ ազգի հավաքական և հերոսական կերպարն է, ով գնալով ազնազոհության գերադասեց հայրենիքը, ազնական շահը ստորադասելով ընտրեց հայի ինքնությունը և պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Այսօր է Սամվել անունը կրող արժանապատիվ հայորդու գլխավորած ուժը Սամվել անունով մեծանուն հայի գլխավորած ուժը գլխատելու է բոլոր դավադրական հայատյաց պետականակործան ծրագրերը։ Հայրենիքի համար մղվող պայքարում, ինչպես նաև անօրթարության և ապորությունների դեմ պայքարում զիջումներն ու կիսաքայլերը չեն կարող լինել։ Հենց այս հստակ սկզբունքով է առաջնորդվում մեր հաջորդ բանախոսը, պրոֆեսիոնալ իրավաբան Արամ Վարդևանյան։ Բարև ձեզ, սիրելի երևանցիներ ջան։ Միասին այսօր իսկապես հետաքրքիր անձրև ենք տեսնում, բայց եթե օրը փորձենք միասին դիտարկել, երևի անձրևը այսօրվա ամենադրական կետն է։ Ընդհանրապես անձրևը երևույթներ մաքրելու մասին է։ Անձրևը նաև փոփոխությունների մասին է։ Ես կարծում եմ մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր փոքր-ինչ տատանում ունեին որոշ հարցերում, այսօր հաստատապես կողմնորոշվել են։ Կարծում եմ հայ հասարակության խոսքը հստակ է։ Այն մարդը, որը սթափություն, էմոցիայի կառավարում
եւ տարական դաստիարակության նկատմամբ հարգանք չունի, պետք է հեռանա։ Այսօր Երևանի փողոցներում, կոնկրետ Արաբկիր վարչական շրջանում, մենք տեսանք բազմաթիվ անհասկանալի խոսքեր եւ անհասկանալի ելույթներ։ Այն պայմաններում, երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը ատելության խոսք է տարածում իր հայրենակցի նկատմամբ, իր հայրենակիցների նկատմամբ, կանանց նկատմամբ, երբ Բաքվի բանտում մենք գերիներում, որոնց ազատ արձակման մասին մի բառ անգամ չի հնչում, մի բառ անգամ այդ խիզախությունը մի բառ ասելու չի ունենում, բայց իր հայրենակցի հետ բղավելով, ատելության, վիրավորանքներով խոսալու կարողություն է ցույց տալիս։ Ժողովուրդ ջան, մի բան հստակ է։ Մի բան հստակ է։ Փոփոխությունները գալիս են, այո։ Իսկապես բավական է այս ատելությունը, այս պառակտումը, այս մարդասիրության իսպառ բացակայությունը։ Մենք դրա կարիքը չունենք։ Մենք ուժեղ Հայաստանում դրա համար հստակ ասում ենք։ Գալիս է մարդասիրության ժամանակը, գալիս է համախմբման ժամանակը, գալիս է իրավունքի գերակայության ժամանակը, այլևս մատ թափ տալով որևէ մի չինովնիկ հայ մարդու հետ չի խոսալու։ Վերջ։ Ժողովուրդ ջան, ինչքան էլ դժվար լինի, բայց նաև հենց սա է շատ կարևոր։ Մենք իրականում բարեկեցության խնդիրը լուծելու ենք եւ դրա մասին խոսելու ենք։ Այո, մենք խոսելու ենք 300,000 աշխատատեղերի մասին։ Այո, մենք խոսելու ենք 0 հարկ փոքր եւ միջին բիզնեսի համար։ Այո, մենք խոսելու ենք, որ Հայաստանում 30,000-ից ավելի թեժ ծնված մարդ չի լինելու։ Ծայրահեղ աղքատության հարցը լուծվելու է։ Եվ դա անելու է Սամվել Կարապետյանը, այո։ Աստվածաշնչի տրամաբանությամբ նայենք, ներողամտությամբ նայենք, մեծ սրտով նայենք, խնդրենք Տիրոջը, որ ների շատերին, որովհետև իրենք չեն հասկանում ինչ են անում։ Բայց դա իհարկե չի նշանակում, որ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը մի տեղից ջնջվում է։ Տենց բան չկա։ Ժողովուրդ ջան, տրամադրությունները բարձր, վստահորեն, հունիսի 7-ին, քվեաթերթիկ համար 3 հանուն փոփոխությունների, հանուն բարեկեցության եւ հանուն համախմբվածության փոփոխությունների համար այո ժողովուրդ, այո փոփոխությունների համար 3 Եվ մեր երեկոյան այս հավաքի եզրափակիչ գաղափարական ուղերձի համար հարթակ է հրավիրվում մարդ, ում ամենօրյա նվիրյալ աշխատանքի շնորհիվ մեր քայլերը ավելի հաստատուն են դառնում։ Լսենք Դաշինքի խորհրդի անդամ Նավեկ Կարապետյանին։ Բարև ձեզ սիրելի երևանցիներ ջան։ Ուժեղ Հայաստանին պետք են առողջ քաղաքացիներ։ Դրա համար երկար չեմ կապի։ Այսօր զբոսնել ենք ամբողջ Երևանի վարչական շրջանով, նուպարաշնել ենք եղել ու զգացել ենք մեր հայրենակիցների այն դրական էմոցիան։ Բոլորի կողմից այն փոփոխության հույսը, որը մեզ պարտավորեցնում է։ Գիտեք ինչու է պարտավորեցնում։ Պարտավորեցնում է, որ մեր երկիրը ունենա լուրջ ղեկավար։ Մեր երկրի ղեկավարը, Սանդրը շատանում է, չէ՞։ Մեր երկրի ղեկավարը չլինի նենց մարդ, ում մենք նայելով ամաչենք։ Այս ամեն անլրջություն պետք է վերանա ժողովուրդ, այս ձև չի արդեն։ Մենք ինչ պետք է սովորենք այս մարդկանցից, ինչ պետք է ինքը մեզ սովորացնի։ Պետք է մեծ փոփոխություն բերենք, իրար հետ բերենք, դրա համար բոլորս պետք է առողջ լինենք,
չմրցենք, գնանք բոլորս մեր բակերով, ժողովրդի բոլոր ընկերների հետ խոսանք, ասենք, որ փոփոխությունները իրանցից է կախված, որոշում կայացնենք, փոխենք այս մարդկանց, լուրջ մարդիկ լինենք ու կարողանանք կառուցենք ուժեղ երկիր ու առողջ երկիր, լավ եղեք, շնորհակալ ենք շատ, որ այս եղանակին իմացանք, մնացինք, ապրենք շատ։ Շնորհակալ ենք պարոն Կարապետյան։ Փոփոխությունները եկել են և շատ մոտ են։ Սիրելի երևանցիներ, սիրելի երևանցիներ, ձեր կամքն ու այս հարթակից հնչած ամեն մի խոսք այսօր դառնալու են մեկ ընդհանուր անկասելի ուժ, և այդ ուժը սնելու է և ծնելու է ուժեղ Հայաստան, ինչ ենք ունենալու շատ շուտով, ուժեղ Հայաստան, որն է փոփոխության համարը, համարժեք, շնորհակալ ենք, ուժեղ